Շաբարշը, ռուսական ժողովրդական հեքիաթ։ Հեքիաթի հետ ո՞նց եք։ Հեքիաթն էլ հո հիանալի բան է, մեջը հրաշք հրաշալի, մեջը զարմանք զարմանալի, բատրակ Շաբարշան էլ խարտախից խարտախ, թե որ գործը ձեռին է, ուրեմն ուժի տերն է։ Մի անգամ բատրակ դարձավ, բայց դե տարին դժվար եղավ, ոչ հացահատիկ էր բուսնել, ոչ բանջար-մանջար։ Տերը շատ մտածեց, շատ ծանրութ թեթև, թե ոնց դարդին դարման անի, ոնց իր գլուխը պահի, ոնց մի տեղից փող ջարի։ Վահ, տանուտեր, դարդ մի անի, ասավ Շաբարշան, լույսը բացվի, հացն ու փողը կճարվի։ Ու Շաբարշան գնաց ջրաղացի ամբարտակի կողմերը։ Գոնե ասավ, ձուկ բռնեմ, տանեմ ծախեմ, այ քեզ փող։ Օհո, կարթիս համար թերել չկա, սպասիր, հիմա կճարվի։ Ջրաղացպանից մի քիչ կանեփի թել ուզեց, ափին նստեց, սկսեց պարան հյուսել։ Հյուսեց, մեկ էլ ջրից ափ թռավ մի տղա, սև բաճկոնով, կարմիր գլխարկով։ Քեռի, էստեղ ինչ ես անում, հարցրեց։ Հրես, պարան եմ շինում։ Ինչի։ Ուզում եմ առուն մաքրեմ, ձեզ չարքերից ջրից հանեմ։ Չէ, մի քիչ սպասիր, գնամ պապիս ասեմ։ Սատանի ճուտը սկեց, Շաբարշան նորից գործի անցավ։ Սպասիր, ձեր գլխին այնպիսի օին բերեմ, համ ինձ ոսկի տակ, համ արծաթ, միտք արեց Շաբարշան, սկսեց փոս փորել։ Փորեց, ծակ գլխարկն էլ վրան դրեց։ Շաբարշա, հե, Շաբարշա, պապս ասում է, որ քեզ հետ բարիշենք, ինչ տանք, որ մեզ ջրից չհանես։ Հրես, էս գլխարկը ոսկով ու արծաթով լցրեք։ Սատանի ճուտը էլի սկեց ու ետ եկավ։ Պապն ասում է, որ սկզբում քեզ հետ կող բռնենք։ Դո այ կացնակեր, քեզնից ինչ կող բռնող, դու իսկի իմ միջնեկ աղբեր Միշայի հախից չես կարող գալ։ Իսկ ուր է քո Միշկան։ Հրեն, զառիթափը, թփի տակ պառկած։ Բա ոնց կանչեմ։ Գնա մի մուշտի տուր, ինքն իրեն վեր կկենա։ Սատանի ճուտը գնաց զառիթափ, արջին գտավ ու կոպալով մի լավ հասցրեց։ Միշկան ծարս ելավ, Սատանի ճուտին այնպես ոլորեց, որ ոսկորները ճտճտացին, հազիվ արջի թաթերից դուրս պրծավ ու վասեց պապի մոտ։ Պապիկ, ասավ, Շաբարշայի միջնեկ աղբեր Միշկան ինձ հետ կող բռնեց, ոսկորներս ճտճտացին, բա որ ինքը Շաբարշան կող բռնի, ինչ կլինի։ Դե գնա Շաբարշայի հետ առաջ կտրուկի տուր, տեսնենք որդ կհաղթի։ Կարմիր գլխարկով տղան էլի եկավ Շաբարշայի մոտ, պապի ասածը հաղորդեց, սա էլ թե տո դու ինչ մրցող ես ինձ հետ, իմ փոքր աղբեր շլդիկը քեզնից առաջ կանցնի, ինչ մնաց թե ես։ Բա ուր է քո փոքր աղբեր շլդիկը։ Հրեն, խոտերի մեջ պառկած հանգստանում է։ Գնա մոտ, ականջից քաշիր, վեր կթռչի, հետդ կվազի։ Սատանի ճուտը մոտեցավ շլդիկին, ականջից քաշեց թե չէ, սա պոկ եկավ ու փախավ, Սատանի ճուտն էլ ետևից։ Սպասիր, շլդիկ, սպասիր, թող հավասարվեմ, գնաց։ Դե պապի, ասաց, ես սկսեցի արագ վազել, բայց ուր, չթողեց անգամ հավասարվեմ, էն էլ իսկի ինքը Շաբարշան չէր, այլ իր փոքր աղբերը։ Պապը ունքերը կիտեց ու մրթմրթաց։ Գնա Շաբարշայի մոտ,
փորձի, ով է ավելի ուժեղ սուլում։ Շաբարշա, Շաբարշա, պապին ասավ փորձենք, որս ուժեղ կսուլի։ Դե, առաջ դու սուլիր։ Սատանի ճուտը այնպես ուժեղ սուլեց, որ ծառից տերևները թափվեցին, Շաբարշան էլ հազիվ ոտքի վրա մնաց։ Լավ ես սուլում, լավ, ասաց Շաբարշան, բայց էլի իմի պես չի, ես որ սուլեմ, դու ոտքի վրա չես մնա, ականջներդ չեն դիմանա, երեսիդ վրա պառկիր գետնին, ականջներդ էլ մատներով խցիր։ Սատանի ճուտը բերանքսիվայր պառկեց գետնին, ականջները մատներով փակեց, իսկ Շաբարշան մի դագանակ առավ, ամբողջ ուժով իջեցրեց սրա վզակոթին, ինքն էլ հետը հյու հա հյու, իբր թե սուլում է։ Վայ, պապիկ, էդ ոնց սուլեց Շաբարշան, աչքերիցս կայծեր դուրս թռան, հազիվ ոտքի վրա կանգնեցի, իսկ վիզս ու ողնաշարս ոնց որ ջարդված լինեն։ Օհո, ուրեմն թե ուժեղ չես դու, սատանի ճուտ, գնա եղեգների միջից իմ երկաթե կոպալ նար տար, տես ձեզանից ով ավելի բարձր կգցի։ Սատանի ճուտը կոպալը դրեց ուսին ու գնաց Շաբարշայի մոտ։ Դե Շաբարշա, պապն ասավ, որ վերջին անգամ փորձենք, տեսնենք էս կոպալն ով ավելի բարձր կգցի։ Դե առաջ դու գցիր նայեմ։ Սատանի ճուտը կոպալը գցեց, շատ բարձր թռավ, վերջը դառավ մի փոքր կետ։ Շատ սպասեցին, մինչև որ ընկավ գետնին։ Շաբարշան կոպալը վերցրեց, շատ ծանր էր, դրեց ոտի ծերին, ձեռով պահեց ու սկսեց անթարթ վերև նայել։ Ինչի չես գցում, ինչի ես սպասում, հարցնում է սատանի ճուտը։ Սպասում եմ հրեն են ամպը գա, այնտեղ իմ դարբին աղբերն է, նրան երկաթը պետք կգա։ Չէ, Շաբարշա, մի գցիր կոպալն ամպի վրա, թե չէ պապս կբարկանա։ Կոպալը խլեց ու սուզվեց պապի մոտ։ Պապը հենց թոռնիկից լսեց, որ Շաբարշան քիչ մնաց իր կոպալը կորցներ, շատ վախեցավ ու հրամայեց փողերը կրել, փրկագինը տալ։ Սատանի ճուտը կրեց, հա բերեց, գլխարկը չլցվեց։ Այ պապի, էդ ինչ գլխարկ ունի Շաբարշան, ամբողջ փողը մեջն ածեցի, էլի լիքը չի, քո վերջին սնդուկն է մնացել։ Շուտ, էդ էլ բեր, պարանը հո դեռ հյուսում է։ Հյուսում է, պապի, հյուսում է։ Պահո։ Ինչ արած։ Սատանի ճուտը պապի վերջին սնդուկն էլ բացեց, սկսեց Շաբարշայի գլխարկը լցնել, լցրեց, հազիվ վերջացրեց։ Էդ օրվանից բատրակը սկսեց առոք-փառոք ապրել։ Ինձ կանչեցին նրա մոտ մեղր ու գարեջուր խմելու, բայց դե ես չգնացի։ Գարեջուրն ասում են պղտոր էր, իսկ մեղրը դառնահամ։ Բա առակս ինչի համար էր։